Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր մայիսի 16-ն է, օրն ուրբաթ։ Ալբանիայում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին հայտնել է վարչապետը եւ Facebook-ում գրառմանը կից տեսանյութ է հրապարակել։ Նիկոլ Փաշինյանը երեկ եւս մեկ տեսանյութ էր հրապարակել, կից նշելով, որ Տիրանայում պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցերին, ով ներկայացել է որպես Ադրբեջանի հանրային հեռուստատեսության թղթակից։ Նա անդրադարձել է Ադրբեջանից բարձրագույն մակարդակով հնչող մտահոգություններին, թե Հայաստանի սահմանադրությունը տարածքային հավակնություններ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Վարչապետը ընդգծել է մտահոգությունների փարատման ամենակարճ ճանապարհը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է, քանի որ դրա վավերացման դեպքում արդեն բարձր օրենսդրական մակարդակով կառցանագրվի, որ Հայաստանը տարածքային հավակնություններ չունի Ադրբեջանի ընդհանրապես հարևանների նկատմամբ։ Մենք եւս մտահոգ ենք Ադրբեջանի սահմանադրության մեջ տեսնում ենք տարածքային հավակնություններ Հայաստանի նկատմամբ, բայց մենք այդ հարցը չենք բարձրացնում, քանի որ տեսնում ենք խաղաղության պայմանագրի նախագծում այդ հարցին լուծում է տրված, ասել է վարչապետը։ Խորհրդարանական 3 խմբակցությունների ներկայացուցիչներն էլ այսօր մասնակցել են ճեպազրույցներին, падգամավորներն անդրադարձել են խաղաղության համաձայնագրին եւ հայ-ադրբեջանական բանակցություններին։ Այսպես ասած, անգամ իրականության մեջ եթե դիտարկենք Ադրբեջանի մտահոգությունները կապված Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ, նախ մենք էլ ենք արձանագրում, որ մենք էլ ունենք ուրեմն մտահոգություններ կապված Ադրբեջանի սահմանադրության հետ, նաև քաղաքական գործընթացների հետ որոշ շրջանակների կողմից Ադրբեջանում տեղի ունեցող, որոնք էլի տարածքային պահանջների մասին են Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մենք կոնկրետ առաջարկությամբ ենք հանդես եկել, այս բոլոր հարցադրումները եւ մտահոգությունները փարատվում են խաղաղության պայմանագրի տեքստում, այն իմաստով, որ միջազգային պայմանագիրը վեր է ներպետական օրենսդրությունից եւ հետեւաբար այս մտահոգությունները երկու կողմից եղած, ուրեմն հողի վրա այլևս փարատված կլինեն, եթե մենք ստորագրենք խաղաղության պայմանագիրը եւ առաջարկում ենք խաղաղության պայմանագիրը ստորագրել ուրեմն նույն տեղում, նույն ժամին, ինչպես վարչապետը նշեց, ԵԱԿ Մինսկի խմբի ուրեմն լուծարման մասին համատեղ հայտարարության հետ։ Եվ այսպես ենք մենք պատկերացնում խնդրի լուծումը, սա է մեր առաջարկը Ադրբեջանին եւ մենք ակնկալում ենք կառուցողական մոտեցում։ Ուր ենք հասել բանակցային գործընթացում։ Ով է առասարակ քննարկում կամ հիշում, թե որտ կետին ենք հասել, որովհետեւ դրանից է կախված, թե ինչ է սպառնում Հայաստանին եւ ինչ է առաջիկայում սպասվում առասարակ Հայաստանի Հանրապետությանը։ Հանրության հայտարարվեց, որ բանակցությունները Ադրբեջանի հետ ավարտվել են։ Փաստաթուղթը, որը բաղկացած է 17 կետից, չի հրապարակվում, թաքցվում է հասարակությունից եւ այն պարզ հարցի պատասխանը, թե ինչու չի ստորագրում փաստաթուղթերը, մի կողմ դնենք այն բազմաթիվ խնդիրները, որոնք առկա են ողջ բանակցային գործընթացում, մեր հանրությունը այդ հարցի պատասխանը չի ստանում։ Սահմանային իրավիճակը վերջին շրջանում բավականին կարելի է ասել նաև լարված է եւ արտահայտում են հրաձգությամբ, ընդ որում այդ հրաձգությունը տեղի է ունենում միայն Ադրբեջանի կողմից եւ բացի դրանից նաև իրենք ապատեղեկատվություն են տարածում, սա նշանակում է, որ իրենք հենք են ստեղծում շարունակաբար ազդելու հայկական կողմի վրա, դրա գնահատականը պետք է տա պետությունը, անվտանգության խորհուրդը եւ հատկապես պաշտպանության նախարարությունը եւ պատասխանները պետք է համարժեք լինեն, գիտեք, որ նախկինում պարտադրողի դերում հայկական կողմներ միշտ համարժեք պատասխաններ էր տալիս, բայց Հայաստանի անվտանգության խորհուրդը, անվտանգային համակարգը լուրջ հետևություններ պետք է անի, սա նպատակը մեկն է, սահմանը լարված պահել, այդ լարվածությամբ նաև ազդել հայկական կողմի վրա, բացահայտել ինչու չէ նաև հայկական կողմից համապատասխան պատրաստակամություն եւ նաև շարունակական դարձնել
այն ճնշումները, այն պարտադրումները, որ կան հայ-ադրբեջանական հարաբերություններում եւ նաեւ այդ խաղաղության օրակարգի իրենց նպատակներին հասնելու ուղղությամբ։ Ստամբուլում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները, այս մասին հայտնում են 10 ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները։ Բանակցությունները տևել են մոտ 2 ժամ, բանակցությունների մանրամասները դեռևս անհայտ են։ Ուկրաինան ներկայացնում էին նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրիյ Երմակը, արտաքին գործերի նախարարության ղեկավար Անդրիյ Սիբիհան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը եւ նախագահի աշխատակազմի ղեկավարի արտահասթիկային խորհրդական Ալեքսանդր Բևզը։ Զելենսկին չէր մասնակցում բանակցություններին։ Հիշեցնենք, նա հայտարարել էր, որ կարող էր մասնակցել Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններին, եթե Ռուսաստանի նախագահ Պուտինը մասնակցեր։ Իսկ նախորդին Անկարայում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, այն տևել է 2 ժամ 45 րոպե։ Հանդիպումից հետո Զելենսկին X-ում միայն շնորհակալություն է հայտնել Էրդողանի թիմին եւ Թուրքիայի ժողովրդին Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությանը աջակցելու համար։ Այսօր մայիսի 16-ին տեղական ժամանակով ժամը 12:08-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում Բավրագյուղից 8 կիլոմետր հյուսիս-արևելք, օջախի 10 կիլոմետր խորությամբ 2.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ։ Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ եւ Ղազանչի գյուղերում 2-ից 3 բալ ուժգնության։ Ախուրյանի տարածաշրջանի Ախուրիկ գյուղում մանկապարտեզ է բացվել։ Գյուղը երբևէ մանկապարտեզ չի ունեցել։ Երեխաներից շատերը Գյումրիի կամ հարևան համայնքների մանկապարտեզներ են հաճախել։ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով գյուղի դպրոցի նախկին շենքն են վերանորոգել, վերածել մսուր մանկապարտեզի։ Այն նախատեսված է 50 երեխայի համար։ Այս շենքը ուղիղ 40 տարի առաջ 1985 թվականին են սկսել կառուցել մանկապարտեզի համար, բայց այդպես էլ տիպային շենքը մանկապարտեզ չի դարձել, երկրաշարժից վնասվել է։ Շինությունը փակ է մնացել մինչև 1997 թվականը։ Այդ թվերին որոշ վերանորոգումներ են արել ու տվել են գյուղի միջնակարգ դպրոցին, որն այստեղ է գործել մինչև 2014 թվականը։ Գյուղի դպրոցը նորակառույց շենք ունի, ժամանակին մանկապարտեզի համար կառուցված շենքը 40 տարի անց վերադարձվեց մանկապարտեզին, հիմնանորոգվել է 3 տարում։ 50 երեխայի համար նախատեսված շենքի վերանորոգումը կատարվել է 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով։ Շահագործումը պետք է լիներ անցած տարվա հոկտեմբերին, բայց շինարարական թերությունների պատճառով ժամկետներ են փոխվել։ Թույլ տված անորակությունները շինարարը մի քանի փուլով է շտկել, թեև պարզվեց դրանք լիարժեք վերացված չեն։ Շնորհակալ եմ բոլորիցդ նման միջոցառում կազմակերպելու համար, բայց միևնույն ժամանակ դինշեմ որ այս պատկերները իրականում չունեն ապրել, որովհետև կառավարությունը 100 միլիոնից ավել փող է տվել մանկապարտեզ սարքելու համար, ու մենք այսպես պատում ենք։ Իսկ շենքի ներսում ամեն ինչ լուսավոր էր, տրամադրող, պատկերազարդ գունեղ խմբասենյակներում ամեն բան ստեղծված է երեխաների առօրյան լիարժեք կազմակերպելու համար։ Այն նախակրթական միջավայր է լինելու նաև հարևան համայնքների երեխաների համար։ Նախադպրոցական տարիքի մոտ 30 երեխա կա այժմ հերթագրված, նրանց մի մասը Ղարիբջանյան եւ Գետ գյուղերից է։ Մենք Ղարիբջանյանից ենք, մեր գյուղում նախակրթարան է, դեռ մանկապարտեզ չունենք, որոշեցինք, որ պիտի գա թորնիկս Ախուրիկի մանկապարտեզը։ Ստիպված ուղարկում ենք քաղաք մանկապարտեզ, կամ կողքի համայնքում։ Հիմի շատ ուրախ ենք, որ մանկապարտեզը բացվել է մեր երեխեքի համար, շատ ուրախ են, երեխեքը ուրախ են։ Լինելու է 2 խումբ, խառը խմբեր են լինելու, այսինքն կրսեր առաջին, կրսեր երկրորդ, մեկ խումբը եւ միջին եւ ավագ խումբը կհամալրվի հաջորդ խումբը։ Երկհարկանի շենքը միայն մանկապարտեզին չի պատկանում, առաջին հարկը հատկացվել է երեխաներին, իսկ երկրորդում Ախուրիկի մի քանի համայնքային ծառայություններ կգործեն, բոլորն ունեն առանձին մուտքեր։ Երկրորդ հարկում գործելու է փոստը, վարչական ղեկավարի նստավայրը, գրադարանը
եւ համայնքային խմբակները, պար, նկարչություն այդ խմբակներն են գործելու։ Մենք արդեն բացում ենք թվով 6-րդ մանկապարտեզը, երկուսը եւս նախատեսում ենք բացելու եւ ընդհանուր արդեն ունենք համայնքում բացված 20 մանկապարտեզ։ Ախուրյանի տարածաշրջանի եւս երկու գյուղական բնակավայրերում Շիրակում եւ Վահրամաբերդում մի քանի օրից շահագործման կհանձնվեն մանկապարտեզներ։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կառուցվող հիմնանորոգվող նախակրթական հաստատություններն ապահովվում են նոր գույքով ու դիդակտիկ պարագաներով։ Մարինե Դերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։ Ինչպես դարձնել կրթությունից դեպի աշխատաշուկա ճանապարհը սահուն։ Պայմանը մեկն է՝ կրթական հաստատությունների սաներին տալ գործնական ու կիրառելի հմտություններ։ Այս ամենն ապահովելու համար համապատասխան նյութատեխնիկական բազա է անհրաժեշտ։ Նման մի ծրագիր է մեկնարկել Գյումրիի թիվ 4 արհեստագործական ուսումնարանի, ընտանիք բարեգործական հիմնադրամի, ընտանիք մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, համահայկական կոնգրես բարեգործական հասարակական կազմակերպության եւ ֆրանսիական Իովղ Դողյան կազմակերպության համագործակցությամբ։ Կառուցվում է արհեստանոցային մասնաշենք եւ էկոկացարան։ Արդյունքում Գյումրիի թիվ 4 արհեստագործական ուսումնարանի եւ ընտանիք մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները շուտով մասնագիտական հմտությունները նոր արհեստանոցներում ու արվեստանոցներում կատարելագործելու հնարավորություն կունենան։ Գյումրիի ու Շիրակի մարզի գյուղական բնակավայրերից բազմաթիվ պատանիներ տարիներ շարունակ գեղագիտական ու արհեստագործական կրթություն են ստանում ընտանիք մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում եւ թիվ 4 արհեստագործական ուսումնարանում, որոնք գործում են նույն շենքում։ Այսինքն այստեղ ապահովում է կրթություն ստանալու շղթա, որի արդյունքում տալիս են արվեստի եւ արհեստի տարբեր ճյուղեր ներկայացնող շրջանավարտներ։ Այժմ կրթական այդ օղակին ավելանում է եւս մեկը, որն արդեն կրթությունից դեպի աշխատաշուկա կապն է ապահովում։ Այդ կապը ստեղծվում է նոր համագործակցության արդյունքում, որը վավերացվեց հուշագրի ստորագրումով Գյումրիի թիվ 4 արհեստագործական ուսումնարանի, ընտանիք բարեգործական հիմնադրամի, ընտանիք մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի եւ համահայկական կոնգրես բարեգործական հասարակական կազմակերպության միջև։ Համագործակցության հուշագրի մեկ օրինակը Պարկուճի մեջ տեղադրվեց նոր կառույցի հիմքում։ Կառույցը, որի հիմնարկեքն այսօր տրվեց, լինելու է արհեստանոցային, արվեստանոցային մասնաճյուղ, որն էլ հենց ապահովելու է արհեստագործական ուսումնարանի շրջանավարտների կապը աշխատաշուկայի հետ։ Արվեստանոցները ծառայելու են ուսանողների, շրջանավարտների, Արցախից տեղահանված երիտասարդների վերապատրաստումների, մասնագիտական կարողությունների զարգացման, ձեռնարկատիրական գործունեության հիմնադրման փորձը իրենք ձեռք բերելով փորձ արվեստանոցների մեջ, որտեղ որ ապահոված կլինեն ամբողջական նյութատեխնիկական բազայով գործնական աշխատանքների կատարմանը, կարող է հիմք դառնալ հետագայում, եթե ցանկություն ուներ իրենց սեփական բիզնեսները հիմնելու։ Այն նպատակները, որ ընտանիքն է դնում իր առջև եւ համայնքական կոնգրեսը ունի, նմանատիպ են։ Երբ առաջ քաշվեց արհեստանոց կառուցելու նախաձեռնություն, մենք արդեն իսկ մշակել էինք որոշակի նախնական ծրագիր, թե ինչպես պետք է Գյումրիում զարգ տանք արհեստագործական ձեռներեցությանը։ Ու այս քայլը ընդամենը առաջին քայլն է։ Ծրագրին, որը նախաձեռնել են ընտանիք բարեգործական հասարակական կազմակերպությունը ֆրանսիական Իովղ Դողյան կազմակերպության հետ, համահայկական կոնգրեսը ավելի ուշ է միացել։ Նրանց բոլորին միավորել է ընդհանուր նպատակը՝ Գյումրիում զարգացնել սոցիալական եւ արհեստագործական ձեռներեցությունը։ Երիտասարդները Հայաստանի ապագան են եւ շատ կարեւոր է նրանց մասնագիտական պատրաստվածությունը։ Ուրախ ենք, որ ընտանիքը ամեն ինչ անում է երիտասարդներին կրթելու համար։ Արհեստանոցների ծրագիրը կօգնի նրանց գտնել աշխատանք, իսկ աշխատանքը արժանապատիվ կյանքի երաշխիքն է։ Այս կրթարանի ձևավորմամբ ապագա սաները ուսանողները հնարավորություն կունենան կրթությունից աշխատանք անցումը շատ պարզ ու հասարակ իրականացնել եւ ոչ միայն աշխատանք, այլ նաեւ ունենալ ձեռնարկատիրական սեփական գործունեությունը, արհեստագործական ձեռներեցության զարգացման տրամաբանությամբ։ Թիվ 4 արհեստագործական ուսումնարանի շրջանավարտները եւ ոչ միայն նրանք կարող են ներկայացված լինել բիզնես կլաստերում, որը տեղակայվելու է համահայկական կոնգրեսի կառուցած ամերիկյան էկոավանում։ Բիզնես կլաստեր չի նշանակում միայն տարածք ունենալու հնարավորություն։ Այստեղ սկսնակ արհեստագործական ձեռներեցները կկարողանան ստանալ մարքեթինգային իրենց արտադրանքը բրենդավորելու, Սփյուռքում ներկայանալի լինելու հարցում աջակցություն։
այս օջախի ու կառուցվելիք կենտրոնի բոլոր սաները ներկա հարաբերող դարաշրջանում, երբ որ աշխատանքը շատ լուրջ հարց է դառնում, հնարավորություն են ստանում նաև հետագայում մեր համահայկական կոնգրեսի հետ համագործակցությամբ, ամերիկյան էկոավանների, ամերիկյան թաղամասի հետ համագործակցությամբ կառուցելու իրենց սեփական բիզնեսները եւ զարգացնելու իրենց աշխատատեղերը։ Այսինքն, սա այն շեշտադրումն է, որ ընդամենը մեկ նախաձեռնությունից հետո դուք կարող եք վստահ լինել, որ լավ գրագետ ավարտելով այս ուսումնական հաստատությունը, դուք վաղը աշխատանքի, զբաղվածության եւ այլ հարց չեք ունենալու։ Արեստանոցային մասնաճյուղից բացի կառուցվելու է նաև էկո-կացարան, սա կլուծի մարզի հեռավոր համայնքներից Գյումրի եկած թիվ 4 արհեստագործական ուսումնարանում սովորող ուսանողների կեցության հարցը։ Էկո-կացարանը դա կարևորություն էր, անհրաժեշտություն էր մեզ համար, քանի որ մարզի հեռավոր համայնքներից ուսանողներ ունենք եւ այն ծմռան ամիսներին, երբ որ ճանապարհները փակ է կամ որոշ համայնքներում տրանսպորտային միջոցներ չկան, դժվարություն է լինում ուսանողներին դասերին մասնակցելու եւ էկո-հանրակացարանը կարող է նաեւ այդ հարցը լուծել, ինչպես նաեւ այդ հանրակացարանի գոյությունը պայմանավորված է տարբեր երկրներից կամավորների աշխատանքի ցանկություն հայտնելու հետ, որ նրանք շատ են ուզում մեր ուսանողների հետ աշխատել, իրենց եվրոպական փորձը փոխանցել ուսանողներին եւ այդ կացարանը նաեւ նմանատիպ ծրագրերի համար կծառայի։ Բարեգործական կազմակերպությունների նախաձեռնությանը միացել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Գործադիրի ներդրումը արտահայտվում է սրանով, որ արեստանոցային մասնաշենքի եւ էկո-կացարանի շինարարությունը գնահատվել է որպես բարեգործական եւ այս աշխատանքները ազատվել են ավելացված արժեքի հարկից։ Լուսինա Հայրապետյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսն այսպիսին էր, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։